Ռադիո Արմատ Քրիստոս հարյա վիմերելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Հենց այսպես է ընդունված շնորհավորել միմյանց Սուրբ Հարության կամ ինչպես ասում են Զատկի տոնին։ Ողջույն սիրելի ռադիո ունկնդիրներ, եթերում է Արմատ FM ռադիոն, ձեզ հետ են Մարիամ Ջավակյանը և Մանե Այվազյանը։ Այսօրվա մեր եթերը տոնական է, նվիրված Սուրբ Հարության տոնի, և մեր տոնական եթերից այսօր կխոսենք Զատկի տոնի նշանակության, պատմության, խորհրդի և ավանդույթների մասին։ Սուրբ Հարության տոնը քրիստոնյաների կյանքում կարևոր և մեծագույն տոներից է, որը նշվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունից ի վեր։ Հայերը և առհասարակ բոլոր հավատացյալները այս տոնը նշում են մեծ ուրախությամբ, քանի որ այն քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր տոներից է։ Զատիկը 5 տաղավար տոներից մեկն է, քանզի այն խորհրդանշում է Քրիստոսի կողմից մեզ պարգևած հաղթանակը։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարի հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 20-ից հետո մինչև ապրիլի 24-ը, 35 օր ժամանակահատվածի վրա։ Տոնի պատմությունը։ Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո երեկոյան բարեպարտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով։ 3 օր հետո կիրակի առավոտյան յուղաբեր կանայք Մարիամ Մագդաղանացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնացին գերեզման, անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը թափուր։ Մինչ նրանք տարակոսում էին, երևացին 2 հրեշտակ և ասացին. «Ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում, այստեղ չէ, այն հարություն արավ»։ Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց։ Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը։ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում, ներկված ձուն համարվում է հարության և նոր կյանքի խորհրդանիշ։ Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որը թափվել է մարդկանց փրկության համար։ Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհին, և ինչպես իմաստուններն են ասում, դրսի գեղևը նման է երկնքին, թախանթը օդին, սպիտակուցը ջրին, դեղնուցն էլ երկիրն է։ Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, և մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով հռչակում ենք մեր փրկությունը։ Զատկին նախորդում է ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանվում է Զատկի նախորդված 7 շաբաթ տևած մեծ պահքի շրջանը։ Սուրբ Զատկի ավանդույթներ։ Հայկական ավանդույթում զատկվա հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում 2 հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում է կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է զատկի հավկիթները ուտել թարխունով, աղով և լավաշով։ Արևմտյան երկրների ավանդույթում հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև, և երեխաները փորձում են դրանք գտնել, այն կոչվում է զատկվա հավկթա որս։ Արմատ դպրոցում այսօրվա համար նախապատրաստական աշխատանքները վաղուց են սկսել։ Մեր սաները ավանդույթի համաձայն աճեցրել էին Զատկի ցորեն, ներկել ձու և սովորել ձուն զարդարել խորհրդանշական մոտիվներով, ստանալ տոնին բնորոշ պատկերներ ու զարդանախշեր։ Այսօր բացի վերոնշյալից մեր սաները պատրաստել են նաև միջոցառում, որը տեղի կունենա պատարագի և օծման արարողությունից հետո ժամը 14:00-ին։
Բոլորին սիրով հրավիրում ենք Արման դահլիճում ներկա գտնվել Զատկի տոնի նվիրված միջոցառմանը։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Քրիստոս հարյա վիմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։